սրտանց ասենք փառք ես Տեր Աստված, այս հրաշալի օրվա համար սիրել, ամեն մարդ այսօր միտեղ ինչ-որ մի բան է նշում, բայց մենք այսօր հավաքվել ենք, այսինքն Սուրբ Հոգին է մեզ այսօր հավաքել, Սուրբ Հոգին մեզ ամեն մեկից այսօր հավաքել է իր խոսքը ասելու, իր կյանքը տալու մեզ, քույրեր եղբայրներ ջան, այսօր մենք երանելի մարդիկ ենք, ամեն Մենք այսօր երանելի մարդիկ ենք, որ Աստված մեզ հավաքել է այսօր, քույրեր եղբայրներ ջան։ Հիմա աշխարհում որտեղ պետք է լինենք, չգիտեմ, բայց Աստված այսօր հավաքել է իր տան մեջ, որովհետև իր հոգին պետք է թափի մեզ վրա։ Օստիալի Տիրոջ անունով ես քեմ սա ասում, որտեղ կան այստեղ մարդիկ, որ կարող է հնարավոր է մկրտված չեն, ասեն այն մարդ ինչ բան է Սուրբ Հոգու մկրտությունը։ Տեր ես էլ եմ ուզում մկրտվել։ Տեր խնդրում եմ ինձ էլ հիշի։ Ես այստեղ նստած եմ, ես հիշում եմ, երբ որ Փարոսում տես Սուրբ Հոգու մկրտություններ է լինում։ Չգիտեմ, այստեղ ով կհիշի Փարոսը, ուրեմն մի հատ մեծ դաշտ էր, որտեղ ժողովուրդը հավաքվել էին, եւ երբ որ աղոթք էին անում, մեկը տեսնում էի, այնտեղ մի 20 հոգի Սուրբ Հոգով մկրտվում են։ Վազելով գնում էին, մտնում էին 20 հոգու մեջ, ասում էին, «Էսա Տեր, ես էլ կմկրտվեմ, որտեղ այդ 20 հոգու մեջ եմ»։ Ես չի մկրտվում։ Մեկը լսում էի, ասում էին, «Այն կողմն է մկրտությունը»։ Վազելով գնում էին կողմը, մտնում էին իրաց մոտ կանգնում էին, մեկը որ էսա պետք է մկրտվեմ, էլի չէի մկրտվում։ Բայց Տիրոջ անունը փառավորվի սիրել։ Ես հիմա մի բան, մի երկու տեղ եմ ուզում կարդամ, շատ կարևոր քույր եղբայրներ։ Այսօր Պենտեկոստե է, այսօր մեծ տոն է։ Մենք նշում ենք այդ տոնը, որ Աստված կատարեց 2000 տարի առաջ մոտավորապես։ Ինչ կատարվեց քույր եղբայրներ։ Ես ուզում եմ կարդամ մինչև Պենտեկոստե եւ հետո այդ Պենտեկոստեն կկարդամ։ Ուրեմն մինչև Պենտեկոստե, մինչև մենք գնում ենք հենց ծննդոց, ամբողջ ժողովուրդը խոսում էր ընդամենը մեկ լեզվով, ուրիշ լեզուներ չկային, ամբողջ ժողովուրդը խոսում էր մեկ լեզվով, բոլոր աշխարհի ժողովուրդը մեկ լեզու կար, եւ այդ մեկ լեզուն ինչ էին ասում, ասում էին աշտարակ շինենք, ուզում ենք հասնենք Աստծո աթոռին, մենք էլ կլինենք այդտեղ։ Աստված ասեց, հետևյալ խոսքեր Աստված ասեց։ Սա 11-րդ գլխում է գրված Ծննդոց Բաբելոնի աշտարակը։ Աստված ասեց. Եկեք մեզի մարդիկ ասեցին, եկեք մեզի քաղաք ու աշտարակ շինենք, որում գլուխը մինչև երկինք հասնի եւ մեզի անուն շինենք, որ չլա թե բոլոր երկրի վրա ցվրվենք։ Հիմա Աստված ինչ ասում։ Եկեք իջնենք Եվ անոնց լեզուն հոն խառնակենք, որպեսզի որևէ մեկը իր ընկերին լեզուն չհասկանա։ Աստված ինչ արեց? Հարվածը չէ։ Աստված ընդամենը այդ մեկ լեզուն աշխարհում, որ բոլոր ժողովուրդը խոսում են, Աֆրիկա կլինի, Ամերիկա կլինի, Ֆրանսիա, Հայաստան, բոլոր խոսում են մեկ լեզվով։ Աստված ասեց, ես լեզուն պետք է խառնակեմ։ Եվ լեզուն խառնակեց եւ սկսեցին ամեն մեկը տարբեր լեզուներով խոսալը եւ ժողովուրդը ամեն մեկը ազգ կոչվեց եւ ցվրվեցին բոլորը գնացին։ Հիմա ինչ հետաքրքիր բան կատարեց Աստված։ Աստված Հիսուսը ասեց իմ հոգին պետքա գա եւ դուք նորից պետքա հավատվեք։ Այսինքն Աստված երկրի վրա ստեղծում է եկեղեցի։ Տարբեր ազգերից քույրեր եղբայրներ, տարբեր ազգերից Աստված ստեղծում է եկեղեցի եւ ուզում է եկեղեցին ինչ ունի հավատվի նորից։ Ես կնեմ Ֆրանսիայում, ես կնեմ Ամերիկայում, Հայաստանում, որտեղ կնեմ, այսօր եկեղեցին բոլորը մեկ լեզվով են խոսում քույրեր եղբայրներ եւ Աստված նույնը կատարեց, եթե այն ժամանակ ցվրվեց լեզուն, այս անգամ Աստված ինչ արեց, լեզուն դարձրեց մեկ լեզու, Սուրբ Հոգու լեզու քույրեր եղբայրներ։ Ինչ հետաքրքիր բան է կատարում։ Ես հիմա կարդացի էդի ծննդոցից կարդացի Բաբելոնի աշտարակը, որ Աստված խառնեց լեզուները, բայց հիմա Գործ Առաքելոց 2-րդ գլխից կկարդամ, ինչ հետաքրքիր բան է կատարում, ոչ մեկ չէր սպասում այս բանին։ Լսել էին, բայց չէին սպասում։ Այս գործին չէին սպասում, եւ այս բան ասեց Տերը, բան կատարեց Տերը։
Երբ Պենտեկոստեի երկրորդ գլուխն է, երրորդ խոսքը շեշտը դնում եմ երրորդ խոսքի վրա։ Ես առաջին խոսքից կարդամ, բայց շեշտը երրորդ խոսքի վրա։ Երբ Պենտեկոստեի տոնը հասավ, ամենքն ալ միաբան մեկտեղին։ Այ հիմա ո՞նց ենք մենք եկել։ Բոլորս միաբան մեկտեղ հավաքվել ենք։ Ինչ որ բան զգում ենք։ Այսօր կա մեկը, որ ինչ որ բան զգում է։ Ովքեր մկրտված են, տեսնում Սուրբ Հոգու, այսօր նոր եղբայրը խոսած երգը երգում էի, Սուրբ Հոգին ներկա է քույր եղբայրներ։ Սուրբ Հոգին այստեղ ներկա է։ Անկեղծ ասած, ես ինքս էլ զգացի այդ պահը։ Ես ինչ որ մեկը ասի ուրիշ բան է, բայց ինչ որ դու որ զգում ես ներքուդ, որ Տիրոջ Հոգին այստեղ է, ասում ես Տեր Աստված, խնդրում եմ, հիմա կպին ինձի, որտեղ ես կարիքը ունեմ։ Եվ ասում է հանկարծակի, երկնքեն ձայնը եղավ, սասկաշունչ հովիմը ձայնին պես և բոլոր տունը լեցուց ու նստեր էին։ Ինչ եղավ? Ձայն լսվեց, բայց սովորական ձայն չէր, ինչ-որ քամու ձայն էր, ինչ-որ մի հատ զորության ձայն էր, քույր եղբայրներ, հեսա մի քիչ հետո ես դրա մասին կկարդամ, զորության ձայն էր, սա սովորական ձայն չէր, որ մարդը լսեր, սա մի հատ զորություն էր, և բոլորը զարմացած էին մնացել, աշակերտներն էին այդտեղ, լսել էին, բայց չէին պատկերացնում դրա մասին, և այդ զորության ձայնը, երբ որ լսեցին, ասում բոլորի վրա ինչ եղավ, ու բոլոր տունը լեցուց ուր նստեր էին, և բաշնված լեզուներ երևցան իրենց, որպես թե կրակե ու ամեն մեկուն վրա նստան։ Սա սովորական լեզու չէր, ինչպես եղբայրը կարդաց, մեր Մուրադ եղբայրը, սա սովորական լեզու չէր, սա մի հատ յուրահատուկ լեզու էր, որ չես կարող դու սովորես, անգլերեն կարաս սովորես, իսպաներեն, ճապոներեն, աշխարհի ամենադժվար լեզուն կարաս սովորես, բայց կոնկրետ այս լեզուն դու չես կարող սովորես։ Սա պետք է այդ կրակի լեզուն իջնի քո վրա, եւ այդ կրակը ներսից պետք է բորբոքի։ Ես մի տարի ուշ եմ մկրտվել Սուրբ Հոգով։ Ջրով մկրտված էի, բայց հոգով մկրտված չէի։ Ես խոստովանություն եմ անգամ հիմա անում։ Ես քանի որ մկրտված չէի, բայց նախանձավոր էի։ Բառեր էի սովորում, որ կողքից աղոթք են անում, ես էլ այդ բառերը սովորում էի, մի երկու հատ բառ սովորում էի, գնում էի իրանց մեջ մտնում էի, ես էլ սկսում ասում եմ, ես էլ եմ Սուրբ Հոգով մկրտված։ Բայց գնում էի տուն, լաց էի, ասում եմ, Աստված ջան, ասում եմ, ես կարամ իրանց համոզեմ, բայց ես գիտեմ, որ ես մկրտված չեմ ախր, ինչ կնի, ինձ էլ մկրտի, հոնքուր լաց էի, ասում էի, Աստված, ինչ անեմ, որ ես մկրտվեմ, ինչ անեմ, ինչ ասես պատրաստ եմ, մենակ ես եմ մկրտվեմ, վախենում էի, ասում էի, Էսա հապշտակություն պետք լինի, բա որ հապշտակություն լինի, ես Սուրբ Հոգով մկրտված չեմ, ախր ես էլ եմ ուզում մկրտվեմ, ես էլ եմ ուզում այդ հապշտակությանը մասնակից լինեմ։ Լացել իմ, գիշեր ու ցերեկ իմ բարձրս թրջվում էր արցունքից, քույր եղբայրներ ջան։ Մի օր ով կճանաչի, մենք երրորդ մասում Գրիպսի քույրիկ ունենք, ինքը Մարգարոյի քույրիկ է։ Քույրիկ էր, հիմա Տիրոջ մոտ է։ Իրանց տանն էի ու այդպես մարգարություն էր։ Ես գիտեի Սուրբ Հոգին պետք է սենց ձգվեմ, սենց ես ինչ անեմ, որ Սուրբ Հոգով լավ մկրտվեմ։ Մեկ է մարգարություն եղավ, քեզի հանգիստ բարի։ Ու սենց հանգստացա։ Ու մեկ է անկախ ինձանից սկսեցի բառեր եկավ։ Ճապոներեն էր, չինարեն էր, չգիտեմ արդեն, տարբեր լեզուներով բառեր եկավ։ Ու ես տեսա, զգացի, որ կրակն ներսս մտավ, այդ կրակը իջավ մեջս, ու այդ զորությունը, որ սկսեցի ես Սուրբ Հոգով աղոթք անել, սկսեց բխալ այդ Սուրբ Հոգի, քույր եղբայրներ, այսինքն դա մի զորությունը բոլոր դե գիտեք ով մկրտված են շատեր էստեղ, դու գիտեք այդ ինչ բան է զորությունը, երբ որ նստում է մեջը, այդ կրակը մտնում է մեջը Սուրբ Հոգու, ու սկսում ես անկախ քեզանից շրթունքներ քեզ չի ենթարկում, ու դու սկսում ես անկախ քեզանից բառեր ասել։ Այդ օրը հիշում եմ, երբ որ ես մկրտվեցի, հիմա բոլոր երևի կհիշեք ձեր Սուրբ Հոգու մկրտությունը, այդ օրը ես որ մկրտեցի, հետաքրքիր գիտեք որն էր, երբ որ այդ տնից դուրս եկա, ես գնում էի աշխատանքի էի գնում,
ուրեմն օրը ցերեկ է սենց այս ժամերն էր մեր մոտ քամի փոթորիկ սենց որ փոշի սենց բերում ասես լսում է երեսիդ մեջ է այդ քամի սենց կիսա անձրև կիսա քամի սենց մի հատ մռայլ եղանակ էր այդ օրը բոլորս սենց կանգառներում կանգնած են սենց նայում եմ դեպքներին բոլորս սենց տխուր մռայլ բայց այդ օրը երբ որ ես Սուրբ Հոգով մկրտվել եմ իմ 32 ատամը սենց երևում էր ես ուրախությունից ասում էի ալելույա քեզ Հիսուս ու բոլորս ես կանգառում նայում էին ինձ ասում էին այս ով այս տղեն գժվել է հիմա մտածում ուզում եմ բերանս փակեմ ասեմ ժողովուրդը բոլորը ինձ են նայում ես ես ուրախ փառաբանում եմ Տիրոջը ու այդ բոլորը այդ մռայլ եղանակին ասում են էսի կամ գիշա կամ հոգեկան այս ինչ է այս մարդը որ սենց այս մռայլ եղանակի սենց ուրախ երջանիկ է բայց այդ օրը ես ծնվեցի օրհնյալ լինի Տիրոջ անունը քույր եղբայրներ ջան մարդը ծնվում է քանի անգամ երկու անգամ մի անգամ չի ծնվում մի անգամ ծնվում ենք մենք մեր ծնողներից երկրորդ անգամ ծնվում ենք արդեն Սուրբ Հոգուց քույր եղբայրներ ջան այսօր մեր ծննդյան օրն է այսօր անգամ այսօր մեր կյանքի ծննդյան օրն է քույր եղբայրներ ջան այն ծնունդը մահանում է այս ծնունդը չի մահանում ընդհանրապես օրհնյալ լինի Տիրոջ անունը եւ ասում եմ երբ որ այդ բաժնված լեզուները եկան նա ինչ հետաքրքիր բան է կատարվում Սուրբ Հոգով եւ ամենքն էլ Սուրբ Հոգով լեցվեցան ու սկսան ուրիշ լեզուներով խոսալ ուրիշ լեզուներով ոչ թե իմ իմացած լեզվով հապա ուրիշ լեզուներով խոսել ինչպես Հոգին իրենց խոսել կտա Երուսաղեմի մեջ բնակող հրեաներ կային հետաքրքիրը այդ օրը ուրեմն նայեք տոն օր էր Երուսաղեմում հրեաներ էին եկել տարբեր ազգերից Հիմա նայեք ոնց որ հիմա Ամերիկայում տարբեր ազգերից մարդիկ կան Հնդկաստանից կան եւ այլն բայց պատկերացրեք ասենք բոլորը այդ հրեաները տարբեր ազգերից որ եկել էին այդ օրը տոնը նշելու եկել էին Երուսաղեմ տոնը նշելու իրանք տարբեր ազգերի մեջ էին եղել եւ իրանք այդ լեզուները գիտեին Եվ մեկ էլ հանկարծակի ես ուղղակի բերանացի եմ շատ բաներն ասում, որ ժամանակի առումով որտեղ եղբայրս հեսա օրհնյալ Սուրբ Հոգով լեցված իրանք այդ խոսքը նորից մեզ պետք է տարածեն ու մենք աղոթք պետք է անենք քույր եղբայրն ջան։ Ինչ կատարվեց։ Տարբեր ազգերից երբ որ եկել էին, մեկ էլ տեսնում են, պատկերացրեք, մենք հայ ենք, գնացել ենք Հայաստան, մեկ էլ տեսնում ենք մեկը անգլերեն աղոթք անում։ Ու ես լսում եմ, որ ինքը անգլերեն աղոթք անում, մեկը Չինաստանից հայ է, գալիս է Հայաստան, մեկը լսում է, որ մեկը չինարեն աղոթք անում, ինքը չինարեն գիտի։ Ու սկսում է տարբեր լեզուներով հրեաները, որ տարբեր տեղերից եկել էին, մեկը տեսնում է գրված է, ամենքը տեսան, որ իրանց լեզուներով աղոթք էին անում, ամեն մեկը իրանց լեզուներով։ Եվ զարմացան, ասում են, սրանք ոնց են կարողանում մեր լեզուներով խոսան, ասում են։ Եվ ասում է, թե հիրաներ, թե նորահավատներ, կրետացիներ և արաբացիներ կլսենք, որ մեր լեզուներով կպատմեն Աստծո մեծամեծ բաներու մասին։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ով էր պատմում, իրանք լեզուն չգիտեին։ Ոչ Պետրոսը գիտեր, ոչ Մաթեոսը գիտեր, լեզուն չգիտեին, բայց իրանք տարբեր լեզուներով, երբ որ աղոթք էին անում, պատմում էին Աստծո մեծամեծ բաների մասին։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Մի հատ քույրիկ ասում է գնացել եմ Ռուսաստան, ինքը ռուսերեն չէր իմանում, եւ ասում է երբ որ ես աղոթք էի անում, մեկ էր ասում է Սուրբ Հոգի, ասում է այնտեղ ուրեմն այնտեղ մի հատ քույրիկ կին կար, երևի քույրիկի բանով էր եկել, այդպես որպես քույրիկ գող էր։ Այդ կինը գող էր ու ասում է, երբ որ ես սկսեցի աղոթք անել, մեկ է Սուրբ Հոգին ռուսերեն ասեց, որ դու գող ես, գողություն ես անում։ Մեկ է ես քույրիկը ասում է, այս կինը կպավ ինձ ասեց, դու որտեղից իմացար, որ ես սս բան եմ արել։ Ասում է, բայց ես ինչ եմ ասել։ Ասում է, դու նոր ինձ ասում ես, որ գող եմ, ես գողություն եմ արել։ Ու սկսում է ծնկի այշտու, ու սկսում է արցունքով լացել եւ աղոթք անել քույր եղբայրներ ջան։ Հետաքրքիր է, չէ՞ Սուրբ Հոգու գործը, Սուրբ Հոգու զորությունը քույր եղբայրներ, որ իջնում է
Մարդը չի կարա դիմանա, մարդը չի կարա կանգնի քո եղբայրը, որտեղ Տիրոջ զորությունն է։ Հիմա նայեք ինչ հետաքրքիր բան եմ ես կարդում, Տիրոջ զորությունը ինչ է անում։ Առանց այս Տիրոջ զորության մենք ոչ մեկս ոչ մի բան չենք կարող անել։ Հռոմեացիս թղթից եմ կարդալու սիրներ, Հռոմեացիս 8-րդ գլուխ 15 խոսքը։ Ինչ հետաքրքիր բան ասում։ Քանզի եկեք ուշադիր այս խոսքերը նայեն, քանզի դուք ծառայության հոգի չարիք, բայց ինչ հոգի է, իսկ ինչ հետաքրքիր հոգի է, դուք ծառայության հոգին չարիք, կրկին վախենալու, այսինքն մի հատ հոգի եմ ես առնում, որ ես էլ ծառա չեմ աշխարհին, պատկերացնում եք, շատերը ասում են, ես ուզում եմ սրանից ազատագրվել, չեմ կարողանում ազատագրվել, հիմա լսի ուշադիր, դու ծառա չես, Աստծո հոգին եկել է, քեզի ազատագրել է դրանից, ոչ թե պիտի ազատագրի, ապա Աստծո հոգին արդեն ինձ ու քեզ ինչ արել, ազատագրել է։ Ես էլ ծառա չեմ այս աշխարհին, քո եղբայրն ջան, ես մեղքին ծառա չեմ, ես կարող եմ ասել մեղք, ես քեզ չեմ ուզում, որովհետև ես պատկանում եմ իմ հորս, երկրային հորս, իմանայք ինչ ասում շարունակությունը, ու ես չպետք է վախենամ։ Երեք մի հատ այտենց տեսանյութ տեսա, ուրեմն նահատակներ կային, նահատակների կանանց էին խոսացնում։ Ես ցած ապշած էի մնացել քո եղբայրն ջան։ Նահատակների կանանց խոսացնում էին մուսուլմանական երկրներում, ում որ սպանել են, եւ իրանց կանանց եկեղեցի դեռ գալիս են եկեղեցի, հավատքի համար էին սպանել։ Եվ կանայք գիտեք ինչ էին վկայում, ես ցած զարմացել էի, ասում եմ ես հպարտ եմ, ուրախ եմ, որ իմ ամուսինս նահատակվել է Տիրոջ համար, վաղը չեմ իսօր ես էլ եմ գնալու եւ մենք այնտեղ մենք միասին ենք գնալու Հիսուսի հետ։ Ասում եմ, այնուս ասում եմ, ես իմ փոքր աղջկաս ասում եմ, դու ուրախ եղիր։ Մենք հիմա պապա չունենք, բայց մենք երկնքում է մեր պապան երկնքում է, ու դու պետք է ասես ուրախ ես բոլորի տարածես, ասես որ իմ պապաս նահատակվել է Քրիստոսի անվան համար։ Օշնյալ լինի Տիրոջ անունը։ Իրանք դավանում էին, ասում են ես չգիտեմ, վաղը ինձ կսպանեն, ես էդի չգիտեմ, բայց ես ուրախ եմ, որ անգամ ինձ սպանեն, ես գնալու եմ իմ Տեր Հիսուս Քրիստոսի մոտ։ Օշնյալ լինի Աստծո անունը քո եղբայրն։ Սա մենակ կարողանի Աստծո հոգին, որ դու չես վախենում ոչ մի բանից, որովհետև դու հարազատիդ ես տեսնում երկնքում, անգամ նահատակության ժամանակ։ Այս 44 օրյա պատերազմը որ եղավ, 44 օրյա պատերազմից հետո մենք տարբեր տեղեր հավաքում էինք, ասենք արտաշատում էր, աշտարակում էր այդտեղի ժողովրդի մահացած զինվորների ծնողներին կամ ովքեր որ վիրավոր էին այդ զինվորներին հավաքում էին, իհարկե լինում էր հացկելույթ եւ անգամ ուրեմն բայց մեր նպատակը որն էր, իրանք լսեին Աստծո խոսքը, մխիթարվեին Սուրբ Հոգիով։ Եվ հետաքրքիր է, քանի որ ուղղակի ես բարում էի այդ պահը, այնտեղ մոտեցա մի անձնավորության, այնտեղ մենք ասեցինք, ովքեր Պավելակոր ես հարցրեցի, ասեց հա, մոտեցի հարցրա, ով ունենա վկայություն։ Ու ես մոտեցա, հարցրեցի, ասեցի, հետաքրքիր է, ով ունի ձեզանից վկայություն, թող ինքը վկայի։ Եվ մի զինվորի հայր կանգնեց, ասեց, ես ուզում եմ վկայեմ։ Եվ ինձ հետաքրքիր բան ասեց, ասում եմ ես տունն էի այդ 44 օրյա պատերազմի ժամանակ եւ ասում եմ տղայիցս զանգ եկավ հեռախոսից։ Ես չգիտեմ կարող է այս մասը բարիլուրի մեջ կարդացել եք, բայց ես քանի որ կենթանին այնտեղ ներկա է, դրա համար եմ պատմում։ Բարի եւ զանգ եկավ հեռախոսից, ասում եմ վերցրեցի տղաս էր, ասես պապ ասեց ինչ պարտադիր է, որ մենք հանդիպենք, հետո գնանք Աստծո մոտ։ Կարան չէ, սենց առանձին էլ գնանք։ Ասում ասեցի, հա տղես ասում, բայց խես այդ բանը ասում։ Ասում պապ ջան, ասում մենք կարանք ասում Հիսուսի մոտ նորից իրար հանդիպենք մեր ընտանիքով, ասում հա տղես, բայց ինչ ես այդ բանը դու ասում։ Ասում պապ, ասում ինձ խփեցին, ասում ես հիմա ասում եմ պետք է մահանամ, դու չես հասցնի իմ մոտ գաս, բայց խնդրում եմ ասում եմ, քանի որ ժամանակը շատ կարճ է ինձ մնացել, խնդրում եմ պատմի ինձ Հիսուսի մասին։
Սերտս լացով անկեղծ եմ ասում եմ, բոլոր անգամ մատուցողները բան բոլորը լաց էին լինում։ Հերը լացով պատմում էր, ասում է, ես չգիտեի ինչ անեի, ասում է, Արտաշատից գնեմ մինչև Ղարաբաղ չի հասցնել ես։ Ասում է, սկսեցի խոսալ, ասում է երեխայիս հետ Հիսուսի մասին։ Ասացի, տղես ասացի, երկնքում Հիսուսն է։ Երկնքում Հիսուսը քեզ կդիմավորի, դու հիմա իրական չի։ Տղես ասում է, պապ, ասում է, դու որ հիմա խոսում ես, ասում է, հանգստանում եմ ես, ասում է, խոսա, էլի Հիսուսի մասին պատմի։ Ինչքան կարաս Հիսուսի մասին պատմի, երկնքի մասին պատմի։ Ես ուզում եմ այդ երկինքը տեսնեմ, ես ուզում եմ մի րոպե առաջ գնամ իր մոտ, ես արդեն մահանում եմ։ Ասում է, ես սկսեցի պատմել մոտավորապես, ասում է, կես ժամ, 20-25 րոպե խոսացել եմ երկնքի մասին ու վերջի խոսքը եղավ իմ տղայիցս, ասեց, պապ, ասեց, վերջ ասեց, ես արդեն մահանում եմ, բայց ես ասեց ուրախ եմ, ես գնում եմ հիմա Հիսուսի մոտ, ես իրա մոտ եմ լինելու արդեն, պապ, որ կաս ես ընդեղ եմ լինելու, մենք իրար հետ կհանդիպենք, օշտյա լինի տիրոջ քո երեխաներ, սա մարդը չի կար անի, սա մենակ Աստծո հոգին կար անի այս բանը, այս գործը մենակ Աստծո հոգին կար անի, քո երեխաներ ջան, մարդը չի կար անի եւ Աստվածն այս բաներ անում, որ դրա համար ասում է, կրկին վախենալու հոգին չարիք դու, հապա որդեգրության, հիմա շարունակությունը նայեք, ինչ հոգի ենք մենք առել քո երեխաներ, որ մենք անտեր մարդ չենք էստեղ, մենք Աստված ունենք, մենք Հեր ունենք, եւ ասում է, հապա որդեգրության հոգին առիք, այսօր ինչքան մարդ կերազի, այսօր մեկը ինչ-որ գա, ասենք, մանկատան մեջ, ես շատ անգամ շատ տեղեր պատմել եմ այս բանը քո երեխաներ ջան, մանկատան մեջ, երբ որ երեխան մանկատան մեջ է, իրա երազանքը մի բան է, գան ինչ-որ ծնողներ, իրան որդեգրեն եւ իրան տանեն ինչ-որ բնակարան։ Այսօր Աստված եկել է մեզի քո երեխաներ եւ ասում է, ես քեզ ուզում եմ որդեգրեմ, բանես, քեզ ուզում եմ որդեգրեմ, ուզում եմ տանեմ իմ մոտ, դու համաձայն ես, դու հոշար ես, ես քեզ այդ թուղթն եմ տալի, փաստաթուղթ կնիքն եմ, կնիքով, երկնքի կնիքով, նոտարով ապացուցված, որ դու ժառանգորդ ես, որդեգրության հոգին առինք։ Եվ ասում է, որդեգրության հոգին առինք, որ անով կկանչենք, Աբա հայր։ Ես չեմ կարա Աստծուն հայր կանչեմ, Աբա հայր կանչեմ, եթե ոչ Աստծո հոգիով քո երեխաներ, երբ որ Աստծո հոգին իշխում է քո ներսը, եւ դու նեղության ու դժվարության մեջ ես, բայց այդ նեղության ու դժվարության մեջ ներսիցդ ինչ-որ մի բան կանչում է, հայր ես քեզ եմ ուզում, որովհետեւ դու իմ հերս ես, ես քեզ եմ ուզում։ Հիսուսը երբ որ հայր կանչեց, ուզում էին Հիսուսին քարկոծեին, ովքեր են հիշում այդ պահը։ Ուզում էին Հիսուսին քարկոծեին, ասեց ինչի համար, ասեց որ դու Աստծուն հայր ես անվանում։ Այսօր Աստված ինքը իր հոգին դրել է մեր ներսը եւ այդ հոգին մեր ներսից ինչ ասում, Աբա հայր, դու մեր հայրն ես, քո երեխաներ։ Եվ մենք այդ ձև ենք կանչում եւ ասում է նույն ինքը հոգին։ Սա Հռոմեացիս 8-րդ խոսքից սկսեցի ես կարդալը։ Եվ 16 խոսքը նույն ինքը հոգին վկայություն կուտա, նայեք հոգին է վկայում արդեն, մեր հոգին հետ, թե մենք Աստծո ինչ ենք, մենք որդի ենք, հալելույա Տիրոջը, ես որդի եմ համարվում Աստծո, քույրեր եղբայրներ ջան, ես որդի եմ, ես ուրեմն տղերք ես, որ մենք նստած ենք, ասում ենք տղերք, մենք այսօր ոչ նայք, ում ծնողը տա կողքիդ հենց հիմա, ոչ մեկիդ, ում երեխետ է կողքիդ, ոչ մեկիդ, ում աղբերն ու քուրն է կողքիդ, ոչ մեկիդ, բայց այսօր քո Հերը, քո Աստվածը, ասում է բալես, քո կողքիդ եմ, բալես կողքիդ եմ, մի ընկճվի, մի թուլացի, ես քո կողքին եմ, եւ ասում է, եւ եթե որդիներ ենք, ուրեմն ինչ ենք, ժառանգորդներ ենք, Աստծո ժառանգորդները ու Քրիստոսին ժառանգակիցները, որպեսզի եթե իր չարչարանքներում կցորդ լինենք, իր փառքին հաղորդ կլինենք, օրհնյալ լինի Տիրոջ անունը, սա անում է
Աստծո հոգին, քույր եղբայրն ջան։ Հիմա այդ նույն Աստծո հոգին, նայեք ծննդոց առաջի գլուխը բոլորս գիտենք այդ մասը։ Ասում է երկիրը անձև ու պարապ էր։ Ռուսերենով ասում է невидимое, այսինքն անտեսանելի էր, երկիրը անտեսանելի էր։ Եվ ասում է Աստծո հոգին, մի հատ հետաքրքիր բան ասում։ Ես ուզում եմ հիմա որ այդ պահը մենք բոլորս տեսնենք։ Աստծո հոգին շրջում էր, որտեղ էր շրջում ջրերի վրայով։ Այսօր Աստծո հոգին ջուրը ստեղ է։ Ջուրը Աստծո խոսքն է։ Աստծո հոգին ստեղ շրջում է։ Եվ Աստծո հոգին տեսնում է ամեն մեկի սիրտը քույր եղբայրներ, ով է կանչում իրան։ Մարդը կարա չտեսնի, բայց Աստծո հոգին տեսնում է, քո սիրտը ինչ է ուզում այսօր Աստծուց, ազատագրում է ուզում, մկրտություն է ուզում, ինչ է ուզում, Աստծո Սուրբ հոգին շրջում է, Աստծո հոգին գիտի ամեն ինչ։ Դու ուղղակի աղոթք արա, խնդրի, եւ Տերը մնացած ամեն բաները մեզ ողորմություն պիտի անի։ Համաձայն եք քույր եղբայրներ ջան։ Դրա համար եկեք քան որ Աստծո հոգին այստեղ ներկա է, եկեք բաց չթողնենք Աստծո հոգին։ Ասեն Տեր Աստված, եղբայրը կարդաց, միջև ինձ չորտես, ես քեզ չեմ թողնելու։ Տեր ես քո օրհնության կարիք ունեմ, Տեր Աստված, միջև ինձ չորտես, սրտած խնդրի։ Աստված սիրում է, երբ որ մարդը սրտանց է խնդրում։ Ես մկրտված չէի, մեկ է տեսնում էի, այ մարդ մեկը ծխում է, Սուրբ Հոգին մկրտվել է։ Ասում Աստված ջան, կարող է դու ինձ չես տեսնում։ Այն մեկը ծխում է ախր։ Դու իր Սուրբ Հոգին մկրտեցին, ես չեմ ծխում, ինձ չես մկրտում։ Այն մեկը գալիս է, ես աշխարհից ասում եմ, ես եկել եմ սկի Սուրբ Հոգու, իմ հորքորիս աղջիկը առաջի անգամ որ եկել էր պաշտամքի սկի Սուրբ Հոգու մասին չէր էլ իմանում, այդ օրը մկրտվել էր Սուրբ Հոգով։ Աստվածին, մի տարի ես քեզի խնդրում եմ, եւ Տերը ինձ մի տարի ուշ, բայց ես փառք եմ տալի Տիրոջը ինչի համար, որտեղ ես ավելի գնահատեցի Տիրոջը մկրտությունը ինչքան գեղեցիկ է եւ ասեցի Տեր, ես այլևս քեզ չեմ թողնի։ Փառավորվի Տիրոջ անունը։ Աղոթելեն։ Եկեք բոլորս կանգնենք, քանի որ Տիրոջ հոգին ներկա է։ Եկեք աղոթք անենք։ Ուրեմն դու ովքեր որ Սուրբ Հոգով մկրտված չեն, ովքեր Սուրբ Հոգով մկրտված չեն, նայեք, դու մի մտածի, որ հեսա ես բառեր պիտի ասեմ, դու փառք Տիրոջը, հանգիստ էցը, փառաբանի Տիրոջը, դու վայելի, իսկ կատարողը Սուրբ Հոգին է քո եղբայրը ջան։